շատ գեշ պահվածք էր։ Ես ձեզ հետ կխոսամ թե։ Գեշ են անվանում երևանցի կանայք Փաշինյանի մասնակցությամբ այս տեսարանը։ Խախատներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Խայտարակություն, տղամարդուն ոչ վայել, ամոթալի ալարք։ Երեխայի ներկայությամբ կնոջ վրա մատ թափտվող Փաշինյանի պահվածքը այսպես են մեկնաբանում մարդիկ։ Առավել ևս երեխայի ներկայությամբ միանշանակ չի կարելի, դա շատ մեծ սխալ է, վարչապետ, չէ՞ որ մենք խոսում ենք առաջի դեմքի մասին։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը համոզված է, հանրային այս պարծավանքն է Նիկոլ Փաշինյանին ստիպել, նախ կիսաներողություն, հետո ներողություն խնդրել Արմինե Մոսյանից եւ նրան հրավիրել կառավարություն, որ պաշտոնական ներողություն խնդրի։ Հանրային պարծավանքը իր ազդեցություն է ունենում զգոնություն ապահովելու։ Այս շատ լավ է, որ հանրությունը նման թեմայի նկատմամբ շատ զգայուն է եւ անմիջապես արձագանքում է։ Ոչ մի ներողություն, ոչ մի ուշացած տեսարան ու բեմադրություն չի փրկելու Նիկոլ Փաշինյանին, կարծում է Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Սիրելի քույրեր, Հայաստան դաշինքի անդամը լկտիություն է անվանել Փաշինյանի վարքագիծը։ Քո կատարած հանցանքների երկիրը հետևողականորեն կործանման տանելու համար դու պատասխան ես տալու հայկական դատարանի առջև օրենքի ամբողջ հստությամբ։ Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նույնպես դատապարտել է Փաշինյանի պահվածքը, նրան անվանել բունկերի մարդ։ 200 հոգի ելել էր հրապարակ, 300 հոգի ելել էր հրապարակ, գնացել էր Օնիկ Գասպարյանի բունկեր։ Այդ մարդիկ իրանց երեխեքի սահմաններից 100 մետր հեռավորության վրա, մի կիլոմետր, 2 կիլոմետր հեռավորության վրա 9 ամիս սոված դիմացան, ոնց կարելի է։ Արմինե Մոսյանին իր զորակցությունն է հայտնել նաև ավելի քան 9 ամիս ազատազրկված Բագրատ Սրբազանը, arczepiskopos-ը նամակ է հրապարակել ԱԱԾ մեկուսարանից։ Աստծո կամոք թե ձեր զավակը եւ թե մենք բոլորս կվերադառնանք Արցախ, մեր հարազատ եւ անկրկնելի տուն հայրենիքը։ Ձեր այսօրվա պահվածքը եւ կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհի ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը։ Իշխանականները, որ սովորաբար շտապում են արդարացնել Փաշինյանի ցանկացած սկանդալային արարք, ցանկություն չունեն գնահատական տալ մարդու իրավունքների հանդեպ վարչապետի այս ոտնձգությանը ատելության խոսքի տարածմանը։ Ես իմ կարծիքը կպահեմ ինձ եւ կասեմ նույնը։ Վարչապետը ինքն է արձանագրել այդ դեպքի բնույթը եւ պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել։ Բայց արդյոք հանրային պետական պաշտոնյան երկրի առաջին դեմքը իրավունք ունի նման խոսույթ գեներացնել։ Փողոցում մարդիկ ասում են Փաշինյանն իրավունք չունի այդպես խոսել արցախցիների հետ։ Ես էլ հերոսի մայր եմ, լացեցի։ Ինքը իմանում չնաուա։ Իրան պապան հերոսալ է, դա հենց չի գալերի խոսած։ Մենք փախածներ չենք, մեզ ստիպել են, որ մեր տներից դուրս գանք։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով արցախցիներին ուղղված փախչելու մեղադրանքը տարածված է հասարակության որոշ շերտերում։ Ըստ օմբուդսմենի Կիրակի վերջնականապես հաստատվել է, պետական մակարդակով է գեներացվում այդ խոսույթը։ 2023 թվականի, հատկապես 23 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերից մենք բազմիցս նման դեպքեր տեսել ենք ՔՊԱ-ական падգամավորի, ազգային ժողովի նախագահի, տարբեր այլ պաշտոնյաների կողմից եւ կուլմինացիան եղավ նաեւ հենց բրգի գագաթին կանգնած մարդու կողմից։ Հիմա եկել եք ստեղ ասում եք վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Ստեփանյանի խոսքով կատարվածը բռնություն է, իրավապաշտպանը սակայն չի ակնկալում, որ Փաշինյանի պահվածքը իրավական որևէ հետևանք կունենա։ Բազմիցս եղել են հաղորդումներ ներկայացված թե քննչական կոմիտե, թե դատախազություն, որևէ հետևանք չի ունեցել։ Փաշինյանի ու Արցախի պաշտպանության բանակի մարտական խաչ շքանշանակիր ասպետ Մերուժան Մոսյանի դստեր վեճը կարծես ոգևորել է միայն ադրբեջանցիներին։ Մերձալիևյան Դեյազը օրվա թեմա է դարձրել երկու Հայաստանների բախումը։ Ալբերտ Սերոբյան, Զարուհի Սահակյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։